Այս ինչ ձեները։ Շահամոտ, երեխեքս ինչ են անում արցակվել մեր գյուղի վրա։ Ես ինչ կատարվում գյուղում սա կփում ամեն ինչ։ Արեք, այսի յանդրի մեջ խարույկը կվառեմ, արեք էսի անում ենք։ Շադրություն, շտապ գյուղը լքեք։ Գնացեք ձեր այդ գյուղը, որ դուք են հի ժամանակ բնակվում եք։ Արագ, հնարավորինս արագ պետք է ստեղից գնալ, արագա պետք ստեղ ֆակել ունեմ, ինձի հաստատ գյուղում, ինձի հաստատ անտառի մեջ կհերիք ես ֆակելը, ժողովուրդ ամեն ինչ գփում է, չէ, դες մի կփծրեք։ Վախտեք, երեխեքս։ Արագ պետք է մտնել դեպի անտառ, ոնց որ ասեց։ Ուշադրություն, գնացեք դեպի անտառ եւ գնացեք ձեր հին գյուղ։ Ես հիշում եմ մեր 5 գյուղի տեղը, արագ ընդամենը պետք է մտնել անտառ։ Ես մասը որ չեն գմփսրել։ Ոխորես ինչ է կատարվում, սաղ օթա, սաղ վերևը վերտելյոտներ բանա, այս արագ պետք է ստեղից փախնել ու անտառում կորել։ Հնարավորինս արագ հետո կգնալ արդեն մեր 5 գյուղ։ Ու վերջ արդեն կրակը վառել եմ։ Մի քիչ տաքանամել եմ, ինչեւ հիմա այն գմփունի ձայները գալիս է։ Խնդրում եմ գնացեք գյուղի եւ գնացեք հին գյուղ։ Այ ժողովուրդ, այնտեղ գյուղացիների գոռոցներն է լսվում։ Օգտեցեք։ Օրո, ինչքան բարձր են գոռում ժողովուրդ գմփու, օր ինչ ասես ձեն գալիս է լավ վերջ տակացա երիքա այսքանը գնացինք արագ, ստեղ խարույկ են վառում ժողովուրդ ջան, ասես ճանապարհին ֆակելներ դնելով կգնամ մինչև հասնեմ իմ գյուղ ու ինձ թվում է ինչ որ մեկը կարա ֆակելներով զգա ու ես իրան օգուտ տված լինեմ, այսենց արագ եսա ֆակելներս դնելով ես շատ շուտ կհասնեմ այն 5 գյուղ։ Հին գյուղում փրկարարները բոլորիդ են սպասում, բժիշկները եւ այլն մարդիկ, բոլորը ձեզ են սպասում, գնացեք ձեր հին գյուղ։ Լավ հասկացա վերջ գնացինք արագ ֆակելներով։ Գյուղի գոյության մասին կարող եք մոռանալ, եւս 3 պատրոն եւ գյուղը կվերածվի հողին։ 1 2 Շերջա ես ամեն ինչ նորմալ եմ կատարում։ 3 Եվ վերջ կարող եք համարել, որ գյուղը հավասարված է հողին։ Ինչ տեղեկություն կա գյուղից։ Ցավոք գյուղը հավասարված է հողին։ Լուրջ գյուղը հավասարված է հողին։ Ժողովուրդ գյուղը հավասարված է հողին։ Ինչ ես ասում, ո՞նց թե գյուղը հավասարված է հողին։ Ահա հենց այդպես գյուղը հավասարված է հողին։ Շատ վատ լուրեր, ճիշտ է, շատ վատ լուրեր։ Այդպես որ բոլորը զգույշ եղեք, քանի որ ամեն վարքյան կարող են մեր գյուղի վրա են հարձակվել։ Այ արա իմ համար ֆակելներ շարելով գնում եմ, զենքս է լավա մոտս սա ու ես ինչեր են արա, երևի գյուղացիներ են հա մահացած, երևի վերևից սպանել են ժողովուրդ ու արուններ են հլը մի վարքյան մի հատ, այս արունը ժողովուրդ, հլը մի րոպե, այս արունը թարմ արուն է, այսինքն ստեղ հնարավոր է էլի խփեն, մոտս էլ զենք կա, հլը մի վարքյան օդ կրակեմ, կարող է ինչ որ ձայներ լսեմ օգնության կամ չգիտեմ, օգնեցեք ինձ, օգնեցեք։ Էնիսեներ, խշ, կապ աստեղ։ Ապարից օգնեցեք մեկը կաչում։ Ջանից լսեցին, իրան զենեին կոմից էր, օգնեցեք։ Արագ ժողովուրդ, արագ պետք է գնամ, դու միասը գյուղը արդեն վերածվել է հողին, ինձ տեն ձևա թվում անկեղծ ու գյուղն է մեր հին, ժողովուրդ մեր հին գյուղն է, այո, ժողովուրդ մեր հին գյուղն է, բարև ձեզ, հա ես փրկվել եմ, մեր գյուղացիներն էլ են արդեն այստեղ գյուղացիներ բարև, խնդրեմ ինձ բժօգնություն էլի ոտքսս մի քիչ վնասվածք ունեմ, բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ դուք փրկվել եք, իսկ դուք բնավ տեղեկություն չունեք գյուղապետից բան։ Չէ, տեղեկություն չունեմ։ Խնդրում եմ մի հատ հոգնեք էլի, ինչ շատ վատ եմ զգում։ Ժողովուրդ ջան, ինչ լավ է, բոլորը ողջ եք։ Վայ, շատ լավ է, անկեղծ հա։ Այ ժողովուրդ, էս ինչ ձայները, էս իմ հին տունն է։ Ես տեղ եմ ժողովուրդ ժամանակին ապրել։ Էս իմ հին տունն է, բայց հլը մի վարքյան։ Հլը մի րոպե մի հատ տանս դուռը բացեմ, փակեմ ու էսա ոստիկաններ էլ գյուղապետը, գյուղացիները բոլորը ստեղ են, բարելույս ձեզ։ Բարև, գյուղապետ, արի քեզ մի հատ գրկեմ։ Շատ ափսոս, ամենը շատ վատ ստացվեց։ Ոչինչ, գյուղապետ ջան, բարև ձեզ ոստիկաններ ջան։ Բարև ձեզ։ Իսկ կներեք ինչ հա պատահել։ Եկել են այստեղ եւ ստեղ պես փոս է բացվել, բայց բախտերս բերել է, որ ոչ մեկը վրասվածքներ չունենք։ Լավ, շատ շնորհակալություն, մի վարքյան մի հատ նայեմ։ Չի կարելի տեղ մտնել։ Լավ, հասկացա ձեզ։ Իսկ կներեք բոլորը ողջ են։ Հա, բոլորը ողջ են։ Իսկ
Իսկ ինչ որ լուր ունեք մեզ համար։ Իրականում կռիվը ավարտվել է եւ ցավոք որ գյուղը էլ գոյություն չունի։ Իսկ բայց ձեր գյուղացիները բոլորը ողջ են, երեխաները բոլորը։ Իսկ որտեղ են նրանք։ Կեսը հիվանդանոցում, կեսը տներում քնած։ Լավ, շատ շնորհակալություն։ Ժողովուրդ ջան, այս ինչ է вообще վրես լավ։ Ժողովուրդ ջան, ուրեմն ոնց հասկացաք մեր վիդեոները այն գյուղում չի լինելու այս փոքրիկ գեղեցիկ գյուղում ժողովուրդ ջան։ Հեսարվի մի երկու օր իրանք էլ ստեղը կհսկեն, ամեն ինչ նորմալ կլինի։ Այս իրականում ի ֆերմաներն է, հա։ Այս 4 հատն էլ իմն է ժողովուրդ ջան։ Սրանք բոլորը ինֆերմաներն են։ Հեսա ստեղ կան դատարկ տներ, որ գյուղացիները կարող են ստեղ գալ ապրել, հեսա սենց մի բան, ժողովուրդ ջան, եկեք ձեզ մի քիչ ծանոթացնեմ գյուղի հետ, մինչև այնտեղ գյուղացիները լարված են, հեսա ստեղ նստարաններ, ահա, սա գյուղապետի տունն էր, լստեղ ժոժն ամեն ինչ պահպանվել է։ Ստեղ գյուղապետի տունն էր, ստեղից արդեն կանանք ջուր վերցնենք, ստեղ չեմ հիշում տունները, անկեղծ իշխան պապինը որն էր, էդ եմ ուզում հիշեմ։ Հա ժողովուրդ իշխան պապին, քանի որ տարիքով մեծ էին, չկարողանար փախներ։ Հա ժողովուրդ իշխան պապին ինչ ա եղել, մեկ էլ էդ հետ էլ էլի, ասում որտեվ իշխան պապիի մասին խոսք չգնաց։ Ցավոք նրան մի քիչ լուրջ վնասվածք է եղել, բայց նրա կյանքին վտանգ այդքան էլ չի սպառնում։ Հասկացա ձեզ, հասկացա։ Բայց կփրկվի, չէ։ Հա, կփրկվի, դուք հագիստ եղեք։ Վերջ դե շատ լավ է, ժողովուրդ ջան, էսա ոնց հասկացաք, ես էլ իմ ֆերմաներն արդեն, սրանից հետո մեր վիդեոները կլինի այս գյուղում, գյուղապետը, արա, գյուղապետին սենց շորերով, լստեղ գյուղացիները, ինչ կա, գյուղացիներ, ոնց է, կոլոտ գյուղացուց խաբար չկա։ Ստրայք ջան, ես ստեղ եմ։ Որտեղ ես։ Գյուղացու հետևը։ Լուրջ։ Ոյ արա կոլոտ գյուղացի չէի քեզի տենում։ Լավ է, ոչինչ։ Կոլոտը բելի, ոչինչ։ Լավ դե, ուրեմն ես գնամ մի քիչ պարկեմ հանգստանամ։ Հա, մեկ էլ մի հատ տեղեկություն, ընդեղ անտառում մարմիններ կան։ Խնդրում եմ էլի, եթե կարա գնացեք վերցրեք։ Մենք գիշերը դրանք վերցրել ենք։ Լավ, շնորհակալություն։ Դե լավ, ես գնամ մի քիչ քնեմ, հանգստանամ։ Գյուղապետ կարամ քո տնում էլի, կարամ քո տանը քնեմ։ Հա, կարաս։ Հիմա կասի խի քնես, որտեվ քո տեղերը փափուկ է։ Գնացինք։ Всё, դե լավ։ Դե լավ, դե հաջողություն։